Բարի լույս հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ 5 տարվա գերությունից հետո Վիգեն Էլջեքչյանն ու կինը Լինդան առաջին անգամ հանդիպել են։ Վիգեն և Լինդա Էլջեքչյանների առաջին գրկախառնությունն է ավելի քան 5 տարվա բաժանումից հետո։ Լինդան փորձում է համոզվել, որ ամուսինը կարողանում է քայլել։ لكن ما نطرت حدا تشوفك 50 تيكت طيارة اجانب اشوفك بس 50 تيكت طيارة اجانب انت مش شايف حالك قدام ايه انت بتحبك كثير 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 Կնոջը հանդիպելուց առաջ Վիգեն Էլջեքչյանին մի քանի ժամ հարցաքննել են զինվորական քննչական վարչությունում։ Վիգենին այցելել է Սփյուռքի հանձնակատար Զարե Սինանյանը։ Ըստ Սինանյանի, Վիգենն ունի մեջքի հետ կապ ունեցող խնդիրներ, հավանաբար վիրահատության կարիք կլինի, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է։ Անկեղծ հանդիպեցի, այցելեցի մեկ գերու, նախկին գերու Վիգենին Եվ պարզապես ուզում էի տեսնել առողջությունը ինչպես է, ինչ տրամադրություն ունի եւ փոքր նաեւ իրենից ոգեշնչվել, ես էլ իրեն ոգեշնչեմ եւ այդքան է։ Ինչ եք պատմում, ինչպես է զգում իրեն։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի խնդրեմ ունի եւ վիզն էլ այսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է, ուզում է մնալ Հայաստանում, որը շատ կարևոր է։ Այդքանը պատմելուց գիտեք, տենց չեմ կարող, նախ չեմ էլ մտել այդ թեմայի մեջով, տենց օպերատիվ տեղեկություններ չեմ ստացել, դա իմը չի։ Իդեպ Լինդայի Հայաստան ժամանելու վերաբերյալ խնդիրները կարգավորել է Հոյդան, տոմսը գնել են Հոյդա Լիբանանի կառույցի ներկայացուցիչները, իսկ Հայաստանում նրա կեցությունն ապահովվել է Հոյդա ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Լինդան ժամանելուն պես իմ գործընկեր Անի Աբաղյանին է շնորհակալություն հայտնել բաղձալի լուրը հայտնելու համար։ هيدا أهم شيء لإلي وزوم ديسنا بيجينين هاي سامينا قاربورنا هاي سبحان الله وبعدين كل شيء بفكر فيه هيدو مناسكالي ماسنا بايمان سيزي قدر رقم سنة شو ردة فعل الولاد؟ كثير مبسوطين ما حدا مصدق صراحة يعني بشين هوادون ورسي رقم Իսկ 70-ամյա Վագիվ Խաչատրյանը, որին գերեվարել էին Հակարի կամրջին շտապ օգնության մեքենայից, այժմ Նորք Մարաշ սրտաբանական հիվանդանոցում է։ Հավանաբար դեռ ի վիճակի չէ հարցաքննվել։ Նա ունի սրտի քրոնիկ հիվանդություն, բայց վիճակը բավարար է։ Գևորգ Սուջյանը, որին Բաքուն գերեվարել էր Դավիթ Դավթյանի հետ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Բերձորի միջանցքում, հայրենիք վերադառնալուց մի քանի ժամ անց Facebook-ում գրառում է արել ու հայտարարել, որ հոգին թողել է գերության դաժան ճիրաններում Բաքվում մնացած տղաների հետ։ Դավիթ Դավթյանի հայրն էլ Facebook-ում գրել է, որ տղան առողջական խնդիրներ չունի, տուն է եկել, լավ է։
Հասարակությունը գերիների վերադարձի մասին լուրը իմացել է Նիկոլ Փաշինյանի գրառումից, իսկ գերիների հարազատները լրատվամիջոցների կամ իրենց հարազատների զանգերից։ Պետական որևէ մակարդակով նախապես չեն խոսել գերիների ընտանիքների հետ։ Ինչպես են գերիների հարազատները տեղեկացել իրենց ամենասպասված լուրի մասին եւ ինչու է տեղեկատվության հրապարակման ձևը այսօր դարձել իրավապաշտպանների քննադատության առարկա։ Իշխանությունները ուզում են ցնցել հասարակությանը, իբրի ինչ են արել, ասենք էլի գերագնահատել իրենց ներդրումը այս հարցում, իմ տպավորությամբ դա էր պատճառը, որ չեն տեղեկացրել, բայց ասենք ոնց կարելի է չտեղեկացնել այդ մարդկանց։ Այստեղ հանրությանը պետք է պատրաստվել, հանրությանը նրանք ուզում են ցնցել մշտապես պետության, հոգացության, ուշադրության ներքո, բոլորինը։ Գերիների վերադարձի ֆոնին Փաշինյանը շարունակում է խոսել թրիփի մասին, սակայն Փաշինյանը ուղիղ չի պատասխանում հարցին։ Թրիփով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելու են, թե ոչ։ Ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն բեք օֆիսը։ Հիմա դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք Զվարթնոց օդանավակայանը, ես էլ բազմիցս հիշատակել եմ օգոստոսի 8-ին հաջորդած ժամանակաշրջանում Զվարթնոց օդանավակայանը եւ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այս տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Այնուհետև Փաշինյանը անդրադարձել է մյուս հարևանների հետ հարաբերություններին, խոսել նաև Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությունների մասին։ Մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից էսկոմ Հայաստանում երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ։ Օրեր առաջ Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների ցույցերից հետո կտրուկ սրվել է Հայաստանի մասին պաշտոնական Թեհրանի խոսույթը։ Նախորդին Հայաստանում Իրանի դեսպանը բաց տեքստով հայտարարել է, որ տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում։ Դեսպանի խոսքին Երևանն արձագանքել է ամենաբարձր մակարդակով։ Ինչ զարգացում կարող է ունենալ Իրանի հետ հնարավոր լարումը եւ ինչ սպասել տարածաշրջանում, լսենք։ Դեսպաններն էլ տենց չեն էլի, որ օդից հայտարարություններ անեն, մինչև 150%-անոց չուսումնասիրեն ընդհանուր իրավիճակը։ Իրանն էլ այն երկիրն է եւ նրա ներկայացուցիչներն էլ այնպիսին են, որ այսպես օդ չեն կրակում խոսքերով, այլ բավականին լուրջ ուսումնասիրությունների արդյունքում գալիս են եզրահանգման։ Իդեպ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարե Սինանյանը հայտարարել է, որ Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 2 հայ։ Նա հավելել է, որ անմիջական կապ չկա Իրանի հայ համայնքի հետ։ Տեղեկությունները ստանում են Հայաստան ժամանած հայրենակիցների միջոցով։ Շարունակելով Իրանի թեման, նշեմ, որ Իրանում անկարգություն հրահրողները բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են $3500, գրեթե $1500 մեքենաներ այրելու եւ մոտ $500 ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նախարարի խոսքով Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն
անջատողականներին եւ ահաբեկիչներին օգնելու համար։ Զուգահեռ ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը, դրանում ներառելով 11 մարդու եւ 13 կազմակերպության։ Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր մարդիկ Իրանի քաղաքացիներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի նկատմամբ։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Քարաջ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 26-ամյա տղամարդը մահապատժի չի ենթարկվել։ Ավելի վաղ իրանցիները Reuters-ին պատմել են, որ վերջին 2 օրերին բողոքի ցույցերը նվազել են։ Թուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Թուրքիայի համար ձեռնտու է, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ եւ կանխի անկայունության հանգեցնող իրադարձությունները, ասել է արտգործնախարար Հական Ֆիդանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ։ Նա վստահեցրել է, որ սա ոչ միայն ամենամեծ խորհուրդն է, այլև ամենահեղինակավորը, որը երբևէ ստեղծվել է որևէ տեղ։ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոին, որը իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը նվիրել է Թրամփին։ Իսկ Ռուսաստանը բաց է փոխշահավետ գործակցության համար բոլոր պետությունների հետ առանց բացառության եւ ձգտում է երկարատև ու կայուն խաղաղության, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորանշանակ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս երկարատև եւ կայուն խաղաղության հասնելու օգտին, որը հուսալիորեն կապահովի բոլորի անվտանգությունը։ Հենց այդպիսի բոլորի եւ յուրաքանչյուրի հուսալի անվտանգությունն ապահովող խաղաղությանը ձգտում մեր երկիրը։ Ուզում եմ հավատալ, որ ժամանակի ընթացքում վիճակը կփոխվի եւ մեր պետությունները կվերադառնան բնականon կառուցողական շփման, ազգային շահերը հարգելու եւ անվտանգության ոլորտում օրինական մտահոգությունները հաշվի առնելու սկզբունքով։ Մոսկվան բազմիցս հանդես է եկել եվրոպական եւ գլոբալ անվտանգության նոր, հուսալի եւ արդար ճարտարապետության ձևավորման նախաձեռնություններով։ Երեք տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների դատական հերթական նիստը։ Սրբազանը իր ելույթում նշել է, որ մարդկանց 6-ից 7 ամիս կալանքի տակ պահելը վիրավորանք է։ Նա նաեւ հայտարարել է, որ պահանջում է փորձաքննություն։ Անկեղծորեն չհասկացա մեղադրողի դիրքորոշումը ինչ էր նշանակում ժամանակը գաք, ասենք ժամանակ 7 ամիս անցել է պատվարժան դատարան։ Համաշխարհային փորձարու ես տարբեր երկրներում դատական նիստերի մասնակցել եմ։ Մեկ ապացույցը կեղծ կամ ոչ հավաստի, բավական է որպես այդ գործընթացը կանգնի։ Հիմա իմ հարցումը հետևյալն է. ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան։ Փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները, ներառյալ իմը, իմ ազգանունը, իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, եւ այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ, դուք էլ անցյալ անգամ ասացիք, որ դուք չեք լսել։ Սրբազան պայքարի գործով հանրային մեղադրողները դատավոր Կարեն Ֆարխոյանի միջնորդություն են ներկայացրել, որ դատավարության ընթացքում ընդհատի յուրաքանչյուրին, ով կխոսի քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին։ Իսկ դատավարության մասնակիցների կամ այլ անձանց մասին պիտակավորող վիրավորական արտահայտություններ հնչեցնելիս կիրառվեն պատժամիջոցներ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի -1-ից 1, իսկ երեկոյան 4-ից 6 աստիճան ցուրտ։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը թարմ նորություններով եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։